Տոլմայի ինչ տեսակ ասես կգտնես այս տաղավարներում, էլ սնկով ու պանրով, էլ հավի մսով ու սոխով, էլ կանեփով, արաբական ու էկզոտիկ մրգերով, նաև ձկնատեսակներով։ Ընտրությունն այնքան մեծ է, որ բոլորը համտեսել հնարավոր չէ։ Խոհարարները գիշերներ են լուսացրել գոհացնելու Տոլմայի փառատոնի մասնակիցներին։ Սիգաձուկի հիմնական Գեղարքունիքի մարզն է բնութագրվում, ունենք Սոտի Տոլմա, որը Սյունիքի մարզն է բնութագրվում։ Սրանք արաբական տոլմա է կոչվում, որը համեմունքներով ինքը այսպես արաբական երկրներին բնորոշ համեմունքներով է համեմված եւ իհարկե սնկով տոլմա, որը շատ յուրահատուկ է։ Ունենք 5 տեսակի տոլմաներ, ինչպես նաեւ առանձնահատուկ տոլմա ունենք հատուկ գարեջրի համար, որը սիգաձկով է պատրաստված եւ գարեջրով է եփված։ Չնայած անձևոտ եղանակին մարդիկ գալիս են համահայկական տոնին մասնակցելու համար։ Այն կազմակերպել է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը Զվարթնոց պատմամշակութային հուշարձանի տարածքում։ Հայկական այս կերակրատեսակն իր անունը ստացել է տոլի բառից, ինչը խաղողի վազ է նշանակում։ Մեր ամենատոնական, ամենահայտնի եւ ամենատարածված կերակրատեսակի հանրահռչակով մեզ համար շատ լուրջ խնդիր է եւ շատ լուրջ նպատակ է, որը իրականացնում ենք նորից փառատոնի միջոցով ծուրարտական ժամանակներից այս կերակրատեսակը պատրաստվում է եւ որպես ներկայացում է եւ տոնական եւ տոնատիսական որպես խաղողորնիկի ծիսական կերակրատեսակներից է սա խաղողորնիկի ժամանակ բոլոր կերակուրները խաղողացին կերակուրներն են այդ թվում նաեւ տոլմա Բացի ռեստորաններից եւ սպասարկման այլ օբյեկտներից մեծ կազմով են ներկայացել քոլեջների խոհարարություն սովորող ուսանողները գրեթե բոլոր մարզերից Բացի ավանդական մեր ամառային էջմիածնի տոլմայից, նաև նորությունը մեզ մոտ հավի մսով տոլման է, հավը լցոնած, նաև ունենք սոխով տոլմա եւ ունենք դդմի մեջ լցոնած տոլմայի տեսակներ։ Փառատոնի նպատակը ոչ միայն հայկական կերակրատեսակն աշխարհին ճանաչելի դարձնելն է, այլև քիչ կիրառելի բաղադրությամբ տոլմանների տեսակները հավաքագրելը։ Սա հնարավորություն է հյուրընկալող կողմի համար ակտիվացնելու շփումը հարակից համայնքների հետ։ Փառատոնի դերը մեծ է նաև երկրի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու գործում։ Երևանից դեպի մարզեր ապակենտրոնացման կարևոր նշանակություն ունեն։ Մինչ մշակութային երկխոսության, մշակութային բազմազանության տեսանկյունից շատ կարևոր նշանակություն են։ Նպաստում է զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը։ Այսինքն մենք պետք է աշխատենք փառատոները նման հնարավորինս կազմակերպել հանրապետության մարզերում եւ նաեւ այն թույլ սեզոններին, որը ավելի նվազ ակտիվ են։ Սա նաև խոհարարների վարկանիշը բարձրացնելուն միտված տոն է։ Անվանի խոհարարներն ի դեպ ժյուրիի կազմում են։ Թե ով տուն կտանի գլխավոր մրցանակը եւ ովքեր կարժանանան լավագույն համ, լավագույն տեսք եւ լավագույն մտահղացում անվանակարգերին կորոշեն մասնակիցները համտեսից հետո։ Ունենք 100 բալ, 50 բալ տրվում է համին եւ 25 բալ տեսքին եւ մտահղացմանը։ Ժյուրին ներկայացրել ենք մեր ողջ տեսականին, բայց մեր ակնկալիքը հետեւյալն է, ոչ թե հաղթենք ստեղի ժյուրիից ստացած գնահատականներով, այլ որ միջազգային մակարդակով մենք տարածենք, բոլորին հայտնի դարձնենք մեր դոլման, որ դա հայկական է, ստեղծել է հայ խոհարարը, վերցրել է միսը կտրատած է եղել, աղաց չի եղել, չեն աղացել, պատատել է խաղողի տերևի մեջ, մատուցել է։ Շուրջ 40 տեսակի տոլմա են ներկայացվել, տաղավարների մոտ հերթերը չեն պակասում, հայկական համը գերել է հատկապես զբոսաշրջիկներին, որոնք փորձում են բոլոր տեսակները համտեսել։ Ամերիկայեն եկանք եւ շատ հաճելի է, որ ասանք դեմը եկանք հայերու մեջ, ուրախացանք տոլմաները փորձելու։ 10 տեսակի փորձեցինք։ 10 գերել է։ Փորձեցինք ամեն մեկից։ Որն էր ամենահամեղը։ Ինձ Չամիչով Ձավարովը դուր եկավ։ Փառատոնը կազմակերպվում է 2011 թվականից տարբեր պատմամշակութային հուշարձանների տարածքում։ Դա հատուկ է արված հանրահռչակելու նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը միաժամանակ։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։